Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Իրանը խստացրել է վերահսկողությունը Հորմուզի նեղուցում, անցնող նավերը պետք է ստանան հատուկ թույլտվություն, սա ուժի ցուցադրության հստակ քայլ է, նավագնացությունը դառնում է ավելի վտանգավոր, միջազգային շուկաները արձագանքում են լարվածությանը, քննարկվում են փոխզիջման տարբերակներ, սակայն վստահությունը շարունակում է պակասել, իրավիճակը մնում է անկայուն։ ԱՄՆ ղեկավարությունը հայտարարել է Իրանի հարցում հնարավոր դրական զարգացումների մասին, սակայն հստակ արդյունքներ դեռ չկան։ Բանակցությունները շարունակվում են դժվար պայմաններում, կողմերը չեն փոխում իրենց դիրքերը, լարվածությունը շարունակում է պահպանվել, շուկաները սպասում են հստակ քայլերի, քաղաքական անորոշությունը աճում է, աշխարհը հետևում է զարգացումներին։ ԱՄՆ-ի և Իրանի միջև տարաձայնությունները խորանում են, միջուկային ծրագիրը շարունակում է մնալ գլխավոր խնդիրը, կողմերը չեն հասնում համաձայնության, դիվանագիտական գործընթացը դանդաղ է ընթանում, վստահության մակարդակը շատ ցածր է, միջնորդները փորձում են լուծումներ գտնել, սակայն առաջընթացը սահմանափակ է, ճգնաժամը չի լուծվում։ Պաշտոնապես Հորմուզի նեղուցը բաց է առևտրային նավերի համար, սակայն իրական վտանգը դեռ չի վերացել։ Լարվածությունը պահպանվում է բարձր մակարդակի վրա։ Իրանը զգուշացնում է նոր քայլերի մասին։ Նավագնացությունը գործում է ռիսկի պայմաններում։ Տնտեսական ազդեցությունը արդեն զգացվում է։ Երկրները փորձում են կանխել սրացումը, բայց իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Նավթի շուկաները շարունակում են լարված մնալ, գները պահպանում են բարձր մակարդակ, տնտեսական հետևանքները տարածվում են տարբեր երկրներում, մի շարք պետություններ փորձում են մեղմել ազդեցությունը, որոշումներ են ընդունվում շուկայի կայունացման համար, սակայն արդյունքը դեռ անորոշ է, գնաճի վտանգը շարունակում է աճել, էներգետիկ ճնշումը չի նվազում։ Միացյալ Նահանգներում քաղաքական իրավիճակը լարված է, իշխանությունները բախվում են քննադատության, քննարկվում են արտաքին քաղաքական քայլերը, տարբեր ուժեր առաջարկում են տարբեր լուծումներ, ներքին տարաձայնությունները խորանում են։ Սա արդեն ազդում է որոշումների վրա, քաղաքական պայքարը ուժեղանում է, իրավիճակը մնում է բարդ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կրկին բարձրացրել է Հորմուզի նեղուցի փակման հարցը, ինչը իր հերթին մեծացնում է միջազգային անհանգստությունը։ Նավթի շուկաները արձագանքում են անմիջապես, տնտեսական ռիսկերը աճում են, երկրները փորձում են կանխել սրացումը, սակայն իրավիճակը շարունակում է վատթարանալ, լարվածությունը հասնում է նոր մակարդակի, աշխարհը պատրաստվում է տարբեր սցենարների։ Միջազգային մակարդակում հնչում են խաղաղության կոչեր, երկրները փորձում են վերականգնել նավագնացությունը Մերձավոր Արևելքում, տնտեսական շահերը առանցքային դեր ունեն այս հարցում, սակայն լարվածությունը շարունակում է պահպանվել, ցանկացած միջադեպ կարող է սրել իրավիճակը, դիվանագիտական ջանքերը շարունակվում են, բայց արդյունքները դեռ թույլ են, վտանգը մնում է իրական։ Չինաստանը և Ռուսաստանը ակտիվացնում են իրենց դիվանագիտական քայլերը, երկու երկրներն էլ պահանջում են դադարեցնել լարվածության սրացումը, նրանք հանդես են գալիս համատեղ հայտարարություններով միջազգային հարթակներում, կոչ է արվում վերացնել սահմանափակումները Իրանի նկատմամբ, արևմտյան երկրների քաղաքականությունը ենթարկվում է քննադատության, ՄԱԿ-ում ձևավորվում է ուժեղ դիմադրություն նախաձեռնություններին, աշխարհաքաղաքական բաժանումները խորանում են, միջազգային համակարգը մտնում է նոր փուլ։ Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ ռիսկային գոտի, նավերը անցնում են զգուշությամբ, ցանկացած խափանում կարող է մեծ ազդեցություն ունենալ, ապահովագրական ծախսերը աճում են, տնտեսական հետևանքները տարածվում, շուկաները արձագանքում են արագ, միջազգային վերահսկողությունը ուժեղանում է, բայց վտանգը չի վերանում։